Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միությունում, Եվրոպայում եւ Հայաստանում Կանադայի վարչապետի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին։ Զրուցակիցները քննարկել են տարբեր ուղղություններով համատեղ նախագծերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ վերջին զարգացումներին։ Վարչապետ Փաշինյանն այդ համատեքստում անդրադարձել է տարբեր հարցերի շուրջ հայկական կողմի դիրքորոշումներին։ Ստեֆան Դիոնը շեշտել է, որ Կանադան իր աջակցությունն է հայտնում խաղաղությանն ուղղված Հայաստանի կառավարության ջանքերին։ Դեկտեմբերի 5-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ Պաշտպանության քարտուղար Լյոտ Օսթինին։ Ձեր այցը պատմական է, Հայաստանն իր ձեռքը մեկնել է Միացյալ Նահանգներին եւ ես հպարտ եմ, որ ձեզ հյուրընկալել եմ այստեղ, ասել է Օսթինը ողջունելով Սուրեն Պապիկյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Պաշտպանության բնագավառում Հայաստան-ԱՄՆ գործակցությանն առնչվող հարցեր։ Լյոտ Օսթինը նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանությանն ու բարեկեցությանը, ընդգծելով, որ երկու երկրների միջև գործակցությունը շարունակում է ընդլայնվել։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հաստատել է շրջանում երկարատև խաղաղության հասնելու Հայաստանի ձգտումը։ ԱՄՆ Պաշտպանության քարտուղար Լյոտ Օսթինն իր հերթին հայտնել է ԱՄՆ աջակցությունը այդ նպատակին։ Դեկտեմբերի 5-ին Մալթայում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի փոխվարչապետ արտաքին եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի հետ։ Հանդիպումը կայացել է ԵՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները։ Խաղաղության պայմանագրի կնքման առնչությամբ նախարար Միրզոյանը հավելել է, որ քաղաքական կամք դրսևորելու Պարագայում այն կարող է արագորեն վերջնականացվել եւ ստորագրվել։ Արարատ Միրզոյանը եւ Տանյա Ֆայոնը քննարկել են նաեւ Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման, նաեւ ԵՀԿ շրջանակներում գործակցության հարցեր։ Արարատ Միրզոյանը հանդիպել է նաև Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։ Շարունակելով ակտիվ քաղաքական երկխոսությունը, զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի եւ Ավստրիայի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը միտված աշխատանքներին։ Նախարար Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման պայմանագրի սեղմ ժամկետում ստորագրման կարևորության վերաբերյալ։ Հայկական կողմը համաձայնություն է տվել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի առաջարկին Մալթայում անցկացվող ԵՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ ադրբեջանական կողմը մերժել է հանդիպման առաջարկը ըստ էության դեմ լինելով ամերիկյան միջնորդությանը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 5-ին ընդունել է Եվրոպական միությունում, Եվրոպայում եւ Հայաստանում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին։ Կողմերը քննարկել են հայ-կանադական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, այդ թվում միջխորհրդարանական գործակցությանը վերաբերող տարբեր հարցեր։ Այդ համատեքստում զրուցակիցները կարևորել են Կանադայի խորհրդարանական կենտրոնի հետ համատեղ իրականացվող ծրագրերը, որոնց շրջանակում Կանադայի եւ Հայաստանի խորհրդարանների աշխատակազմերի միջև տեղի են ունեցել փորձի փոխանակման աշխատանքներ, ապահովելով երկու երկրների խորհրդարանների աշխատակազմերի լայն գործակցությունը։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վրացական առաջին ալիքի հետ հարցազրույցում խոսել է Վրաստանում խորհրդարանի ընտրության ընտրախախտումները մեկնաբանելիս հայկական կարուսել ձևակերպումն օգտագործելու մասին։ Ուզում եմ դիմել հայկական ծագում ունեցող քաղաքացիների եւ մեր հարևան հայերին, որոնց շրջանում եւս արկա է ռուսական քարոզչությունը։ Իմ ասած հայկական կարուսելը որևէ էթնիկ նշանակություն չունի։ Սա այն եզրույթն է, որը ես լսել եմ, երբ առաջին անգամ Շևարդնաձեի ղեկավարման ժամանակ եկա Վրաստան։ Այն գործածվել է նաեւ Սաակաշվիլի օրոք, եւ եթե ես չեմ սխալվում, Հայաստանում այն կոչում են վրացական կարուսել։ Սրանում էթնիկ հարց չկա, հայտարարել է Զուրաբիշվիլին։ Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է Հայաստանի Հանրապետության սահմանով ֆիզիկական անձանց կողմից ապրանքների տեղափոխմանը վերաբերող կարգավորումների մասին։ Եթե ֆիզիկական անձը Հայաստանից ապրանքներն արտահանում է ժամանակավոր, ապա կարող է դիմել մաքսային մարմնին ժամանակավոր արտահանվող անձնական օգտագործման ապրանքների նույնականացում իրականացնելու համար, քանի որ այդ նույնականացումը կարող է նպաստել առանց մաքսատուրքերի հարկերի վճարման, Հայաստանի տարածք դրանց հետադարձ ներմուծմանը։ Այն դեպքում, երբ ֆիզիկական անձը պատրաստվում է Հայաստանից ցամաքային ճանապարհով ուղեկցող ուղեբեռով անձնական օգտագործման ապրանքներ տեղափոխել ԵԱՏՄ անդամ այլ պետություններ, ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետության տարածքով, ապա կարող է դրանք Հայաստանի տարածքից արտահանել ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ նույնականացում իրականացնելու միջոցով։ Կարևոր է նաև իմանալ, որ ԵԱՏՄ մաքսային սահմանով կամ Հայաստանի պետական սահմանով մի շարք ապրանքների ապօրինի տեղափոխումը համարվում է մաքսանենգություն, որը քրեորեն պատժելի արարք է։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ Փակ-Արագածոտնի մարզում Ամբերտ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարիլիչ տանող ավտոճանապարհը Աշոց-Քբավրա ավտոճանապարհին տեղ-տեղ արկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվատողերով։ Ստեփան Ծմիդալ-Արս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Վրաստանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին, արձագանքելով այդ երկրում տեղի ունեցող իրադարձություններին։ Պատժամիջոցների ցանկում ներառված են Վրաստանի նախկին վարչապետեր, падգամավորներ, քաղաքական գործիչներ։ Ըստ Զելենսկիի կարևոր է, որ գործընկերներն այժմ նույնպես խոսեն իրենց դիրքորոշման մասին եւ անկեղծորեն ասեն, թե ինչ է կատարվում։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել ամերիկացի հեռուստահաղորդավար Թաքեր Կարլսոնին։ Լավրովն ասել է, որ չի կարծում, թե Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ներկայումս պատերազմական վիճակում են։ Պաշտոնապես մենք պատերազմի մեջ չենք, սակայն ոմանք այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, անվանում են հիբրիդային պատերազմ։ Ես էլ այդպես կանվանեի, ակնհայտ է, որ ուկրաինացիներն առանց ամերիկյան զինվորականների անմիջական մասնակցության չէին կարող անել այն, ինչ անում են առաջադեմ հեռահար սպառազինությունների հետ։ Դա վտանգավոր է, դրանում կասկած չկա, ասել է Լավրովը։ Հազարավոր